Հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, ես ճիշտն ասած ինձ, բայց շատ վատ է գործընկերներ Հայաստան խմբակցության, որ գնում եք, մասնավորապես դուք, պարոն Քոչարյան, թե դժվար չի, լավ կլինի մնայք, էլի։ Գիտեմ, այդ թվում նաև այդ կոնտեքստում, էլի, ոչինչ, լքը հասցնեք, վստահ եմ։ Չեք պատկեր, ես ինձ սառնասիրտ ու հավասարակշիռ մարդ եմ համարում, բայց չեք պատկերացնում երեկվանից ինչ ջանք եմ գործադրում, որ հանգարց չեղվեմ, էլի, որովհետև այն ինչ տեղի է ունենում ու այն ինչ այս ամբիոնից խոսում են, մասնավորապես երեկվանից սկսած դեպքերի հետ կապված, ու ոնց են գործընթացները անձնավորում, գալով ստեղ մեզ մեղադրելով խնդիրները անձնավորելու մեջ։ Ես Տիկին Խամոյանը քանից տեղ է, ինքն է այսօր վերջի մեխը խփել, որ որոշել եմ, որ չէ պետք է այս թեմայով խոսամ, բայց պետք է հնարավորինս զգուշ խոսամ, որովհետև չեմ սիրում այդ թեմաները, էլի, չեմ սիրում մարդկանց ընտանիքների մասին խոսալ։ Մի քիչ հետի տենց առավել եւս այս ամբիոնից չեմ կարծում, որ այդքան է պատշաճ չէ, բայց այս դեպքում պետք է ասեմ անպայման, էլի։ Հա, ու մեխը իդեպ այն չի, որ ինձ գովացել եք, ես գիտեմ, որ դուք ինձ շատ եք հավանում։ Մեխը բոլորովին այլ տեղն է, էլի։ Ուրեմն երեկվանից ինչ է տեղի ունենում, ասում են ժամը 7-ից, ճակերտավոր Սպայդերմեն են ասում, հումորային ֆոն տալով, եկել են մեր տուն խուզարկելու, իմ համար ինչ զարմանալի է, որ ժամը 7-ին առավոտյան կրծեր Ռոբերտը դուր է բացում անծանոթ մարդկանց դեմ։ Չգիտեմ, ում տանն է տենց, որ դուք թողում եք ձեր փոքր երեխաները դուր բացեն անծանոթ մարդկանց։ Ինչ անհասկանալի է, էլի։ Որ գործընկերներս այդ կոնտեքստում հելնում են, ասում են, եղբայր, պետք չի թաքնվել, էլի, այդ երեխեքի մասը մի եկեք ասեք ստեղ, էլի, ճիշտ չի դա, լրիվ այլ մասին է գործընթացը, չէ, գալիս են, տալիս են էմոցիա ստեղ, երեխեք, հայկին, հայր, ու ինչ է տեղի ունենում, էլի, դա ինչի համար է արվում։ Մի կարևոր բան կա, ոչ մեկ չի հելնում այս ամբիոնից ասում, հա, քաղաքական հրահանգը ասում են, բայց ոչ մեկ չի ասում, շինցուկ քրեական գործը, ապօրինի է, ոչ մեկ չի ասում, քաղաքական հետապնդում լավ, էդի ոչինչ, բայց դա պատահում է, հետել է պատահում, բայց գործի վերաբերյալ ոչ մեկ ոչ մի բան չի ասում, բոլորը ասում են մի բան, ընտանիք եք ձերբակալում, 75 ամյա տարեց մարդ, իր կինը, քույրերը։ Ես ափսոսում եմ, որ պարոն Քոչարյանն ասում, որտեղ իրան ուզում էի հարց տալ, ինքը իրան հիմա կոմֆորտ է զգում։ Ես ենթադրում եմ, որ ինքը իրան դիսկոմֆորտ է զգում, բայց ոչ այն պատճառով, որ իր եղբոր վերաբերյալ ինչ որ իրավապահ մարմինները հիմա գործառույթներն են իրագործում, այդ թեմայով կարծում եմ դիսկոմֆորտ է։ Բայց այն թեմայով, որ հարգելի Հայաստան դաշինքի գործընկերներ, Տիկին Խամոյան, դուք, պարոն Մանուկյանը, Գեգամ, Տիկին Գալստյան, դուք որ այդ բանը ասում եք ստեղից, այս ամբիոնից, մայր, 3 երեխաներ, քույր, հետո մի հատ sense ֆոն կա, պապին կալանք է, տատին ձերբակալված է, հələ մայր ասում են ոչինչ, որ ձերբակալված է պրինցիպի, բայց քուրն էլ ով է պահելու ու ստեղ մի հատ մեղ գալի խփում է Տիկին Խամոյանը, հայրը չկա։ Տիկին Խամոյան, ես ձեզ խորհուրդ եմ տալի, պարոն Քոչարանից հարցնեք, արդյոք կա հայրը, թե չկա հայրը։ Ես գիտեմ, հայ, հիմա վատ բան եմ անում, բայց չեմ կարա, էլի, այդ բանը չանեմ։ Մի հատ պարոն Քոչարանից կհարցնեք, էլի, որ տենց բան, եզրահանգումներով բան եք խոսում ստեղ, էլի։ Հայրը չկա մարդու։ Ես շատ լավ հասկանում եմ ում մասին է խոսում, եթե չհասկանայի չէի խոսա։ Լռեք։ Պարոն Քոչարանից այդ պահը հարցրեք ամեն դեպքում։ Ես կարծում եմ իր կողմից ավելի ազնիվ կլինի, եթե ինքը իր ֆրակցիայի գործընկերների հետ հնարավորինս անկեղծ եւ ազնիվ լինի, որպեսզի դուք այս ամբիոնից չգաք խոսակ այն բաները, որոնցից ընդհանրապես տեղյակ չեք, այո, երեխաներին քաղաքական նպատակներով, քաղաքական նպատակներից ելնելով ձեր անձնական պաշտպանության համար օգտագործելով։ Մի արեք այդ բանը, էլի, պետք չի։ Անցած անգամ խնդրեցի մարտի 1-ից
չխոսակ ոնց որ պարոն Քոչարյանը այդ բախը մի ընդհատեք Տիկին Խամոյան, ես ձեր ուշադիր լսել եմ։ Խնդրեցի ոնց որ այդ պահը մենք իրար հետ ոնց որ ըմբռնումով հասկացանք, ոնց որ այսօր է զարմացա ճիշտ ասած որ չի գրանցվել։ Դրա վրա էլ ուշադրություն դարձրեք։ Պարոն Քոչարյան չի գրանցվել, բայց գրեթե ամբողջ ֆրակցիան գրանցվել է։ Ու ֆրակցիան չի ասում հիմնականում էլի եմ ասում շինցու քրեական գործա, ապօրինի է, էսա, այնա, ֆրակցիա խոսում է երեխեքի մասին։ Մեկ էլ դե ընտանիքի ուժեղության ու այդ հաղթանակած նախագահը իսկականից մի օր ինձ կբացատրեք, ոչ մի ձև չեմ կարող տեղավորցնեմ։ Ոչ մի ձև չեմ կարող այդ պահը հասկանամ։ Անկեղծ օրինակ, որ մեզ մեղադրանք եք հնչեցնում, ասում եք կապիտուլյացիա, դե ինչ-որ տենց ոնց որ թվերով, բանով իրար այդ բան բռնող կա, էլի, հələ մարդ կարա գնա մտածի, իսկ ինչու են ասում կապիտուլյացիա։ Գնանք մի հատ այդ թեման ուսումնասիրենք, հասկանանք, էլի, արդյոք ճիշտ է թե սխալ է։ Ոսի որ ասում են Ռոբերտ Քոչարյանին հաղթանակած նախագահ, ուզում հասկանամ ոնց։ Այդ պահը ոնց ստացվեց։ 94 թվի մայիս ամիսը որտեղ, դեկտեմբերը որտեղ։ Ոնց է իրար բռնում չեմ ջոգում։ Բա պիտակա կպցնում են տենց։ Այն չեմ կարա ասեմ։ Ուզում եմ ասեմ, տենց մի քանի հատ արտահայտություն կար։ Պարոն Քոչարյանի կողմից հայտնի էլի։ Եվ ինչ վերաբերվում է քաղաքական հրահանգներից այս ամբիոնից։ Եվ այս ամբիոնը իրականում քաղաքական հրահանգների համար է։ Ինքը հենց դրա համար է։ Եվ այդ քաղաքական հրահանգների համար, այո, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը ունեն բավականաչափ լեգիտիմություն, որպեսզի այստեղից տան քաղաքական հրահանգներ, որովհետեւ երկիրը ղեկավարելը նշանակում է իրագործել քաղաքականություն։ Տարբեր ոլորտային, այդ թվում իրավապահ համակարգի հետ կապված։ Եվ այո, մենք դժգոհ ենք իրավապահ համակարգից։ Եվ այո, այնինչ օրինակ Երևանից սկսել է եւ Երևանից սկսած եմ հատ ուշադրություն եմ դարձնում։ Ես չգիտեմ դուք նկատել եք թե չէ, բայց այս անգամ Հայաստան Դաշինքի գործընկերների մոտ մի քիչ ոնց որ այդ լարվածությունը, որը որ կա, ոնց որ տենց մի քիչ տեղին է։ Սենց շատ հլը տենց այսպես ասած փագագծերը չբացեմ, բայց այս անգամ ոնց որ մի քիչ տեղին է, այն լրիվ են պահն է, որ ասում ոնց որ մոտենում են մեր տներին։ Ինձ միշտ իրականում զարմացրել է մի հետաքրքիր բան, ես էլ եմ այդ պահի հետ պարոն Քոչարյանի հետ բազմիցս ասել եմ, համաձայն եմ, որ ասել են 4 միլիարդ ունի, 6 միլիարդ ունի, 7 միլիարդ ունի, ու երբ որ ինքը հակադարձում է, տենց ասում եմ, լավ, ինչ 4 միլիարդ, տենց 7 միլիարդ, բան, ես ուտես շատ վստահ ասում, ես հասկանում եմ ինքը գիտի խնդրեմը որտեղ է, եւ ինքը դրա համար է դե վստահ, որովհետեւ մենք իրականում թիվը հստակ չգիտենք, եւ թիվը մեն ասած թվի հետ չի բռնում։ Դրա համար ինքը վստահ է, գիտի որ տենց էլի, տենց իսի մի քիչ տենց լոզունգային բառը, բայց ես գրեթե կասկած չունեմ, որ Հայաստանի Հանրապետությունում իրավապահ համակարգը ի վերջո աշխատելու է պատշաճ, արդյունավետ, բոլոր մարդիկ օրենքի առջև պետք է լինեն եւ լինելու են հավասար, բոլոր այն մարդիկ անկախ նրանից իրանք որտեղից են, որ կուսակցությունից են, պետք է կրեն պատիժ, պետք է պատժվեն, երբ որ խախտում են օրենքները, եւ քանի որ ընթացքում ես էլ ոնց որ այնուամենայնիվ մի քիչ լարվեցի, որտեւ էլի խոսում եմ ու անդադ այդ պահն է էլի դեմս գալի, այդ ձեր ասած էլի։ Ես հարգելի գործընկերներ, խնդրում եմ ձեզ, երբ որ ձեր հետևից գալիս են իրավապահները, երեխեքի մասը մի խառնեք ստեղ, պետք չի, դա պետք չի անել, դա ճիշտ չի, որովհետև երբ որ դուք խոսում եք քաղաքական հալածանքներից, տեսեք ասեցի ու էլի հիշա, ես քաղաքական հալածանք գիտեք ինչը կհամարեմ, երբ որ օրինակ պարոն Քոչարյանին ԱԱՑ պետի տեղակալը կանչեր մոտը, ու իրան ուղիղ ասել կամ դադարում է զբաղվել քաղաքականությամբ, կամ վերիցվար ընտանիքդ կկորցնենք, այ դա ես կհամարեի քաղաքական հալածանք ու ինքս կգայ կկանգնեի պարոն Քոչարյանի կողքը եւ կասեի, ես ինչ է կատարում, սրանց դեմը պետքա պայքարել, ես ինչ են անում։ Այսքանը շնորհակալություն, այսօր այս
դրական նոտայի վրա ավարտենք, Շնորհակալություն։ մնացածը նախագահողը կասի։